2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 296,300 դրամ, 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5,4%-ով ավելի։ Մասնագետները արձանագրում են, վերջին տարիներին աշխատավարձն աճել է բոլոր ոլորտներում, որոշ դեպքերում առավել դինամիկ աճ է արձանագրվել, որոշ դեպքերում պասիվ։ Չնայած աճին, մի շարք ոլորտներում աշխատավարձի չափը շարունակում է միջինից ցածր մնալ։ Ամենաբարձր եւ ամենացածր վարձատրվող ոլորտների միջև տարբերությունը մոտարապես 6,2 անգամ տարբերություն կա եւ մեր ունեցած վերջին տվյալներով ամենացածր վարձատրությունը, որ դիտարկում ենք, դա կացություն եւ հանրային սննդի ոլորտ հատվածում է, ապա մշակույթ, արվեստ այս ոլորտում է եւ այդպես որոշ ոլորտներում հիմնականում սոցիալական ոլորտի մեջ ենք դիտարկում ամենացածր աշխատավարձերը։ Մի շարք այլ ոլորտներում եւս, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը, որոնք մեծ թվով աշխատատեղեր են ապահովում, աշխատավարձը շարունակում է միջինից ցածր մնալ։ Այս տեսանկյունից նման ոլորտներում աշխատատեղերի մեծ թվականակի կենտրոնացվածությունը գոնե ինչ-որ չափով գալիս է ցույց տալու, որ մասնագիտական ցածր հմտություններ ունեցող կադրերը այնուամենայնիվ կարողանում են տնտեսության այս ոլորտներում գտնել աշխատանքային հնարավորություններ։ Դինամիկ աճող, սակայն առայժմ միջինից ցածր աշխատավարձով ոլորտ է նաև կրթությունը, որն ապահովում է շատ աշխատատեղեր։ Բայց այստեղ էլ հետաքրքիրը այն է, որ այդ բարձր աճերը տեղի են ունենում համեմատաբար ցածր աշխատավարձերի վրա։ Ու սրանով է նաև պայմանավորված, որ այդ բարձրացումն այնուամենայնիվ չի բերում նրան, որ ամբողջ ոլորտում գեներացված միջին աշխատավարձը լինի ավելի բարձր, քան հանրապետական միջին աշխատավարձներ։ Մասնագետը նաև մանրամասնում է, թե ինչպես է հաշվարկվել համեմատաբար բարձր միջին աշխատավարձը։ Պայմանավորված է նրանով, որ տարբերակված ոլորտներում, ինչպես նշեցինք, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բանկային հատվածը, աշխատավարձերը նշանակալիորեն բարձր են։ Սա էլ կարծես ինչ-որ չափով արհեստականորեն է բերում հանրապետական միջին աշխատավարձի նշանակալի բարձր լինելու։ Ըստ վիճակագրության վերջին տարիներին ամենաբարձր աշխատավարձ տրամադրող ոլորտներն են տեղեկատվության եւ կապի, հանքարդյունաբերության, ֆինանսական ապահովագրական գործունեության ոլորտները։ Սովորաբար այն ոլորտները, որոնք իրենցից ենթադրում են որոշակի ռիսկ եւ դժվարություններ, ուստի պիտի նաեւ ենթադրեն համեմատաբար առավել բարձր վարձատրություն։ Ինչ որ չափով նաեւ սրանով է պայմանավորված, որ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսության մյուս ոլորտների համեմատ այնուամենայնիվ առկա է միջինից առավել բարձր աշխատավարձ։ Բանկերը մասնավորապես իրանք կարևորում են, որ իրանք աշխատաշուկայում լինեն լավագույն գործատու, լինեն բարձր ընտրվող գործատու, այսպես ասած, եւ այդտեղ շատ մեծ դեր ունի նաեւ հենց ճիշտ ընդհանուր աշխատավարձային քաղաքականությունը։ Ընդ որում, աշխատավարձ ասելով մենք չպետք է հասկանանք միայն այն ֆինանսական ամսական գումարը, որը մարդը ստանում է։ Դրա մեջ մտնում է մեծ արտոնությունների փաթեթը, ոչ ֆինանսական, արդյունքում էլի ֆինանսական է դառնում, բայց ոչ ֆինանսական արտոնությունների փաթեթը, պարգևավճարները, հավելավճարները եւ այդ ամբողջ համակարգը։ Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա մասնագետները նկատում են վերջին 1-2 տարում աճը կայունացել է։ Մերի Ստեփանյանը վերջին 8 տարիներին հետևել է ոլորտում աշխատավարձերի փոփոխությանը, արձանագրում է 2020-ի բարձր ցուցանիշի համեմատ այժմ աշխատավարձը նվազել է։ Եթե աշխատավարձային անդրադառնանք IT ոլորտի 2019 թվականից, վստահաբար կարող ենք նշել, որ այս ոլորտում աշխատավարձը ի համեմատ մյուս ոլորտների 2-ից 2.5 անգամ ավելի բարձր, այսինքն ավագ մասնագետի աշխատավարձը դիտարկելով կարող ենք ասել, որ միջինում 900-ից 1,200,000 դրամի սահմաններում է եղել։ 2020 թվականին COVID-ով պայմանավորված բավականին հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ աշխատաշուկայում։ Ամենից արագ հեռավար աշխատանքին հարմարվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները։ Կար պահանջարկ, բայց քիչ էին առաջարկող ռեսուրսները։ Ուստի, ճակերտավոր ասած, ընկերությունների միջև եղավ պայքար, թե ով ավելի բարձր աշխատավարձ կտա, որ մասնագետներին ներգրավի։ Որովհետև միևնույն մասնագետը ուներ զուգահեռաբար 3 տարբեր աշխատանքի հնարավորություն։ Աշխատավարձային բյուջեն կտրուկ աճ գրանցեց, նույնիսկ այն աշխատավարձը, ինչ որ նախկինում ակնկալում էին ավագ մասնագետները, սկսեցին ակնկալել միջին որակավորում ունեցող մասնագետները։ Միջինում այն հասնելով 1,4-ից մինչև 1,8-9 միլիոն դրամի սահմաններում։ Այս տենդենցիայից փուչիկը, այսպես ասված, ինքը շարունակվեց մինչև 2000, նույնիսկ 21-22 թվականների։
2024-ին, սակայն տնտեսական ճգնաժամով պայմանավորված պատկերը փոխվեց։ Ազդեցությունն ավելի արտահայտված էր հատկապես արտասահմանյան ընկերությունների համար աշխատողների շրջանում։ Այս պահի դրությամբ որոշակի նորմալիզացիա է նկատվում աշխատավարձի հետ կապված ու այն մասնագետները, ովքեր նախկինում շատ բարձր ակնկալիքներ ունեին աշխատավարձային, հիմա նույնիսկ եւի տենց 30% ավելի քիչ աշխատավարձով են պատրաստ ընդունել նոր հնարավորությունների առաջարկները։ Այսինքն, եթե ամփոփեմ, միջինում կարելի ասել, որ ավագ մասնագետի աշխատավարձի ակնկալիքները այս պահի դրությամբ 1.5 միլիոն դրամի շրջանակներում։ Վերադառնալով ընդհանուր աշխատավարձների միտումներին, մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետն ընդգծում է. Մարդկանց ակնկալիքներն էլ են փոխվել։ Ես կարող եմ մի բան հստակ ասել. եւ նոր սերունդը, եւ նոր եկող ուսանողները, եւ ընդհանրապես աշխատակիցները սկսել են ավելի շատ պահանջել։ Ես ինքս օրինակ հարցազրույցների ժամանակ, նոր աշխատակիցների հավաքագրման ժամանակ այդ նվազագույն շեմը, միջին շեմը, ընդ որում անկախ հաստիքից ու ոլորտից, որը որ տեխնացուները պահանջում են, ավելի բարձրացել է։ Գուցե որովհետև հիմա կյանքի ընդհանուր ամեն ինչի գներն է թանկացել, կյանքն է ավելի ուրիշ ձև, կամ մարդկանց ակնկալիքներն են փոխվել։ Տարբերություն կա ինչպես պետական ու ոչ պետական, այնպես էլ Երևանի ու մարզերի աշխատողների աշխատավարձերի միջև։ Ոչ պետականը 1.1 անգամ ավելի է։ Երևանում էլ մարզերի համեմատ է աշխատավարձը բարձր։ Տնտեսագետը նշում է, որ սա խնդիր է, որի ուղղությամբ աշխատանք է տարվում համահավասար պայմաններ ստեղծելու համար։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։